Այսօր մի շատ լավ բանի մասին խոսելու եմ, բայց ուզում եմ ասել, որ այն ինչի մասին, որ խոսելու եմ, տղամարդկանց էլ է վերաբերվում։ Իհարկե շեշտադրում եմ անելու կանանց հետ կապված, բայց Աստծո խոսքը բոլորիս վերաբերվում է, որովհետև դա մի հատկության մասին եմ խոսելու, որ կանանց մոտ պետք է յուրահատուկ լինի, բայց դա Հիսուսի մոտ կար, այնպես որ տղամարդիկ էլ պետք է դրան նայեն, որտև Հիսուսի մոտ կար։ Այսինքն ամեն մեկիս է պետք, ուղղակի այսօր ուզում եմ, որ ավելի ոնց որ շեշտեմ և մեր այդ կարևորության մասը ավելի նայենք, թե կնոջ դերի, կնոջ գեղեցկության այն ամենի մասին, որ Աստվածաշունչը մեզ խոսում է։ Եվ իրոք ասեմ, որ կանայք յուրահատուկ ստեղծված են Աստծո կողմից, շատ յուրահատուկ, և կանայք ունեն բաներ, որ տղամարդիկ չունեն, և նրանք լրացնում են տղամարդկանց, և չունել ասածը կարող է թույլ է, ավելի ցածր է, ավելի տոկոսային առումով քիչ է, որտև ես հավատում եմ մի բան, երբ որ Աստված Ադամին խորքում տվեց, նրա կողի ոսկորից և այն շինեց, հաստատ Ադամից մի բան պակասեց, հաստատ պակասեց Ադամից, ու դա մենակ ես չեմ մտածում, որ մենակ ինչ-որ մի հատ ոսկոր պակասեց կողոսկրից, ես հավատում եմ ինչ-որ բնավորություններից, ինչ-որ նախասիրություններից, ինչ-որ բաներից էլ պակասեց, և երբ որ նրանք մեկ են դառնում, լրացվում են, մարդը լրացվում է, երբ որ մեկ են դառնում, ու ես ուզում եմ այսօր իրականում մի կարևոր բնավորության մասին խոսել, որ Աստվածաշունչը սովորեցնում է, և նախ և առաջ ուզում եմ Առակաց 14:1-ում տեսնենք ինչ է ասում. կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց հիմար իր ձեռքով քանդում է նրան։ Իմաստունը։ Ես հավատացած եմ, որ կանայք պետք է աշխատեն իրանց ավելի շատ այդ ուղղությամբ, որովհետև շինարարության հետ կապված կնոջ ձեռքերի մեջ Աստված շատ բան է տվել։ Գիտեք, առաջնորդության հետ կապված տղամարդուն է տրվել, բայց շինարարության հետ կապված կնոջն է տվել։ Ես չեմ ասում ֆիզիկական շինարարության մասին, ես խոսում եմ հոգևոր շինարարության մասին, որովհետև շինարարությունը ինքը շատ նուրբ, այն էլ տան շինարարությունը, շատ նուրբ ու բարդ ու իմաստության կարիք ունեցող գործ է։ Եվ ես հավատում եմ մի բան, որ իրականում տղամարդը նույնպես այդ դրա մեջ շատ կարևոր դեր է խաղում, շատ, որովհետև ինչպես կարա տունը շինվի, եթե տղամարդը միաբանված չլինի այդ գործին։ Բայց ուզում եմ ասել, որ ներսի շինարարությունը, ներսի մթնոլորտը, տան ներսի մթնոլորտը, նա կնոջ ձեռքերի մեջ է։ Եվ այն հենց էդի յուրահատուկ ձևի Աստված օժտել է կնոջը, օժտել է։ Եվ այստեղ մեզ պետք է իմաստություն, որպեսզի այն օժտված լինելով, այն ինչ որ Տերը մեզ կանանց օժտել է, այդ դրանով կարողանան կառուցել իրանց ներսը, որովհետև տունը դա ներս է։ Մենք տանը ուրիշ կերպ ենք, դուրսը ուրիշ կերպ, բայց պետք է, չեմ ասում, ու կերպ փոխվում ենք, մասկա հագնում դուրս գալի դուրսը, չէ, մասկի մասին չեն, դիմակի մասին չեմ խոսում։ Ուղղակի մարդը ավելի ազատ է ինքը տան մեջ, անհատական է ինքը տան մեջ։ Գիտեք, այն ինչ որ տունը մարդը անում է, դուրսը չի կարող անի, որտեղ դուրսը հասարակությունն է եւ հասարակությունը ստիպում է, որ մենք մեզ պահենք հասարակության մեջ այնպես, ինչպես որ կանոնն է պահանջում։ Օրինակ ես չեմ կարող դուրսը պարկեմ, որտեղ ես դնեմ պատին։ Բայց ես տունը կարամ պոլին պարկեմ, որտեղ ես դնեմ պատին։ Իմ անհատականությունն է այդ։ Իմ տան մեջ, չէ՞։ Ու բոլորը իմ տան անդամներից յուրաքանչյուր, որտեղ իրանք տան անդամ են։ Որովհետև մարդու անհատականությունը
տան մեջ է դրսևորվում։ Եվ դա դիմակի մասին չի խոսքը, չեմ ասում, որ մենք դուրս ենք գալի, դիմակ պիտի հագնենք, ոչ, մենք պիտի լինենք ամեն տեղ այնպես, ինչպես որ կանք։ Որտեվ դիմակը ծածկում է իրականությունը։ Իսկ մենք պետք է իրական լինենք ամեն տեղ։ Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, տունը յուրահատուկ տեղ է։ Մարդը տան մեջ զորանում է։ Տան մեջ լցվում է, որ կարողանա դրսում զորացած հաղթի։ Որովհետև դրսում է հաղթել պետք։ Իսկ մենք շատ անգամ մենք դուրս ասում ենք, այ մարդ դուրս էսիշ լավ է, տան մեջ կռիվ ենք անում։ Տան մեջ զորանալու տեղն է, կռիվ անելու տեղը չի։ Կռիվ անելու տեղը դուրսն է։ Դուրսը մարդկանց հետ չէ, սատանայի դեմ։ Բայց տան մթնոլորտը պետք է լինի կառուցողական։ Տան մթնոլորտը պետք է լինի մի այնպիսին, որտեղ որ մարդը պետք է լցվի։ Իսկ մենք ինչ ենք տեսնում, շատ անգամ մարդիկ փախնում են տնից։ Չեն ուզում մտնեն տուն, որովհետև տան մթնոլորտը որդը մտել է։ Հիշում եք Եդեմական պարտեզի մեջ օձը եկավ ու խաթարեց, խաբեց։ Գիտեք, Աստված Ադամին էր ասել. Ադամ, պահի, պաշտպանի եւ մշակի պարտեզը։ Գիտեք, եթե պետք է պաշտպանել, ուրեմն կա մի թշնամի, որից պետք է պաշտպանել։ Եվ գիտեք, այդ պաշտպանության գործը տրված է տղամարդուն։ Շատ անգամ մեր տղամարդիկ պաշտպանության գործը բաց են թողում։ Իրանց աղոթքով հսկելու, իրանց պաշտպանությունը եւ այլ, նման բաները բաց են թողում, հետո էլ ասում են, բայց օձը որտեղից եկավ։ Ուր, ասում է դաշտի միջի գազաններից, պարտեզի գազաններից չէր օձը։ Օձը դաշտից եկավ պարտեզ։ Դա նշանակում է պաշտպանությունը նա մտավ պարտեզ։ Իհարկե ես ուզում եմ ասել, որ այդ գործում պաշտպանության նույնպես կինը պակաս դեր չունի, որտեղ կինը օգնական ստեղծվեց։ Ուզում եմ ասել օգնական բառը։ Օգնական դա օգնողն է։ Օգնական դա առաջնորդող իշխողը չի, օգնողն է։ Օգնական դա մեկն է, որը որ կարա իր ուսը դեմ տա այդ բառը օգտագործեմ, էլի, ու ասի գնա առաջ։ Հենվի իմ ուսին։ Օգնականն այդ մարդն է։ Ու կանայք իրականում իրանք շատ լավ օգնականներ են։ Աստված այդպես է ստեղծել, որ կարան իրականում շատ ուժեղ հենարան հանդիսանան, հենարան իրենց ամուսինների համար։ Եվ նույնպես ասեմ հենարան տան համար, որովհետև տան սյունը մենք գիտենք կինն է։ Այսինքն միշտ սենց բան ասեմ, երբ որ երեխայի մի բան լինում է վազում է ում մոտ։ Մամա։ Սյան մոտ։ Ընդհանրապես սենց ասեմ, երկրաշարժեր բան որ լինում այս վերջերս եղավ, չէ՞։ Երեք։ Վախեցել եք։ Մարտի ուսի շնորհավորեց։ Չէ, չկարացավ ինչ որ բան անի։ Մարտի ուտը որ չհարամի։ Չկարացավ։ Լավ, ինչ եմ ուզում ասել։ Մարդիկ միշտ խորհուրդ են տալի, ասում են վազեք սյան մոտ։ Ցնցումների ժամանակ։ Այդպես է թե չէ։ Սիրելի կանայք, իրականում կանայք պետք է լինեն այն տանսյունները, որ կարողանան տան անդամները վազեն սյան մոտ։ Իրոք սյան մոտ։ Ու դա շատ կարևոր գործառույթ է, որ Աստված կնոջը բարձրացրել է այդ անելու համար։ Եկեք ուզում եմ նայենք, թե Աստվածաշնչով ինչ խորհուրդ է տրվում, թե կինը ինչպիսի պիտի գեղեցիկ լինի։ Ես ասեմ, որ ես կողմ եմ, բոլոր մակիաժ բան, այդ ամենին ես կողմ եմ։ Զարդարանքներին ես կողմ եմ։ Անուշահոտ այդ բաներին ես կողմ եմ։ Այնպես չի, որ պետք չի։ Պետք է, բայց ես կողմ չեմ, երբ որ այդ ամենի հետ մեկտեղ չկա ներսի զարդարանքը։ Այսինքն մարդը կարող է որոշ ժամանակ հայլու առաջ անցկացնի,
արտաքին գեղեցկության վրա, բայց ժամանակ չանցկացնի ներսը գեղեցկացնելու վրա։ Մեր շեշտադրումները պետք է կարևոր լինի ներսի գեղեցկության վրա։ Ես չեմ ասում, նորից եմ ասում, արտաքինը կարևոր է եւ պետք է։ Ես կուզեմ իմ փողակիցի դեմքը իմացակ։ Բայց ես չեմ ուզի միայն դեմքը։ Ամեն։ Ու շատ անգամ մենք գիտեք արտաքինը կարևոր դեր է խաղում, բայց ոչ առաջնորդող։ Որովհետև մարդը մարդու հետ ապրում է ներսի արժեքների հետ։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, մենք 10 տարվա առաջվան էլ չենք։ Արդեն կամաց կնճիռներ է սկսվում։ Կամաց սպիտակում ենք։ Կամ թափում է մազերը։ Կամաց մեր տեսքը փոխվում է։ Ու ինչքան տեսքը փոխվում է, ես տեսնում եմ ավելի շատ շեշտ են դնում մակիաժին, տանում, ձգում, լցնում, չգիտեմ, որ չեն ուզում փոխվի։ Բայց մեկը փոխվում է, մեկը նույնը չի։ Գիտեք ինչն է պահում հավատարմությունը իրար մինչև վերջ, ոչ թե եթե տեսքը փոխվեց վերջ, էլ արդեն իրար հետ չեն, ոնց որ ասած, չէ, ներսի մարդու հետ ես ապրում դու։ Եվ ներսի գեղեցկությունը ինքան կարևոր բան է։ Ու դրա համար մենք պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք, տղամարդ լինի թե կին, ներսը պետք է գեղեցիկ լինի։ Բայց եկեք նայենք, ու նույնպես ասեմ, որ իմ ընտանիքի մեջ կնոջ միջոցով է եկել, այսինքն իմ ընտանիքը նկատի ունեմ, երբ որ ես ամուսնացած չէի, իմ հայրական ընտանիքը, այսօր ես երեխա եմ։ Մեր ընտանիքը ապաշխարության եկել է իմ մորս միջոցով։ Առաջինը մայրն է եղել իմ, որ ընդունել է Աստծո։ Եվ նրա քարոզելու, վարքի, գիտեք ինքը ամեն անգամ չէր քարոզում։ Բայց իր կյանքը մենք տեսնում ենք։ Եվ նրա ապրած կյանքի միջոցով մենք հասկացանք, որ պետք է մեր կյանքն էլ ենք ուզում այդպես լինի։ Եվ նայենք առաջի Պետրոսի թղթի մեջ Պետրոս առաքյալը ինչա գրում։ Երրորդ գլուխ առաջի խոսքից։ Նույնպես էլ կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանցը, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքով առանց խոսքի շահվեն։ Պատկերացնում եք ինչ պատասխանատվություն կա կնոջ վրա։ Կին, եթե դու տիրոջն ես եկել ու քո ամուսինը դեռ տիրոջը չի եկել, չի ասում շատ խոսա, ասում շատ ապրի վարքով։ Որտեվ ասում նրանք այն մարդկանց, այն ամուսինները, ովքեր որ անհնազանդ լինեն խոսքին, այսինքն Աստծո խոսքին անհնազանդ են ամուսինները, կանանց վարքով շահվեն, շահվի, Աստված շահի, քո վարքով։ Որովհետև գիտեք ավետարանը զորություն ունի, այո, խոսքը Աստծո զորություն ունի։ Բայց ես ուզում եմ ասել, ավետարանը պետք է երևա քո ապրած կյանքի մեջ։ Եթե դու քո խոսես եւ քո ապրած կյանքը ցույց չտա քո խոսքերի մասին, ասի, այդ խի ես գնում, որ չես բան։ Այդ ասում ես հələ մի հատ կա չէ տենց բաներ։ Ինչ ամուսինները։ Այդ հələ մի հատ այդքան գնացիր, բա, ասեմ իրանք լավ նայում են, լավ տեսնում են, լավ գիտեն, լավ զանազանում են, ու ասեմ, իրանց աշկերը դրա վրա է հենց ուղիղ։ Բայց երբ որ տեսնում են ուրիշ բան, ասում են լսեք, ես չէի կարա իմ կնգան փոխեմ, այսով փոխեց, կա չէ, եթե կինը չի ուզում փոխվի, ոչ ոք իրան չի կարա փոխի, բայց երբ որ տենում է փոխված, ասում այսով արեց այս բանը, որտև կինը եթե չուզենա հնազանդվի, իրեն ոչ ոք չեն կարա հնազանդացնել։ Գիտեք ֆիզիկական հնազանդության կարա սենց անի, ասի դավայ սաղ տենց վախից չորանան, սաղ ընկնեն իրանց տեղը, բայց ներսի հնազանդության կարա չլինի։ Ներսում ասի աշկիտ է երևում։
Ներսի հնազանդության ասենց չեն հասնում։ Ներսի հնազանդությունը կինը ինքը իրեն պետք է տանի։ Դրա համար Աստված տղամարդուն չի ասում հնազանդացրու, կնոջն ասում է հնազանդվիր։ Որտեւ եթե դու քեզ չհնազանդես, քեզ ոչ ոք չի կարող հնազանդացնի։ Իրական հնազանդությունը ներսի հնազանդությունն է։ Եվ նայեք շարունակությունը ինչ ասում։ Տեսնելով ձեր երկյուղածության պարկեշտ վարքը, ինչը վարքը, իսկ վարքը ինչ է։ Գործողություն, ապրելակերպ, ոչ թե դիմանում եմ, այլ այդ վարքը, գիտեք հետարքիրը որն է, ընդհանրապես գործողությունները պետք է բխի ներսից, սրտից։ Հիսուսն ասեց բաժակի ներսը սրբեք, դուրսը կմաքրվի։ Դուրսը վարքն է, երևացողն է, բայց եթե այդ երևացողը սրտից չի բխում, դա ձև է, թատրոն։ Դրա համար կարևոր է ամեն բան վարքնել սրտանց լինի։ Որտեվ եթե սրտանց ես անում, իրական ես անում, ֆալշն ու իրականը տարբերվում ասեմ։ Ֆալշ փողով է տեսել, կեղծ։ Խաղալիք փող է, չէ՞։ Նա տարբերվում է, իրական չի։ Զանազանվում է։ Նույնն էլ վարքն է, եթե կեղծ է, տարբերվում է։ Իրականը երևում է։ Ու ասեմ իրականը զորություն ունի, ոչ թե կեղծը։ Որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց։ Զարդարանքը չլինի ինչպես։ Չի ասում պետք չի, բայց ըստ շեշտադրման հարց է։ Մազերի հյուսելը, ոսկեղենների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը, չի ասում դա մեղք է։ Ասում է էդի չի կարևորը։ Որովհետև այդ անելով մենակ ձեր ամուսիններին չեք շահի։ Շահում են ներսի զարդարանքով։ Բայց դա պետք է։ Նորից ասեմ, պետք է։ Կամ շքեղ հանդերձներ հագնելը, այլ սրտի ծածուկ մարդը, սրտի ինչպիսի մարդը, եւ ասում է հեզ, հանդարտ, հոգու անեղծությամբ։ Ինչպես է, ուրեմն այդ մարդը նկարագրվում ներսի։ Հեզ, հանդարտ, սրտի, հոգու անեղծությամբ։ Որ դա Աստծո առաջին շատ թանկագին է։ Պատկերացնում եք, դա Աստծո առաջ է թանկագին։ Դու ոչ թե ուղղակի մտնում ես դերի մեջ, այլ դու Աստծո առաջ ես այդպես ապրում, որտեղ դա արդեն քո էությունն է։ Իսկ եթե դառնում է դա քո էությունը, անպայման դու կվարվես այդպես։ Անպայման քո վարքը կլինի այդպես։ Իսկ եթե վարքը այդպես է, անպայման ամուսինը կշահվի։ Այդ ով ասում ամուսինները չեն հետևում կանանց։ Շահել ինչ է, դեպի քո կողմ գալ։ Բայց ինչպես, այ երբ որ այսպիսի վարք կա, դու կշահես քո ամուսնուն։ Գիտեք հեզությունը ինչպիսի բան է։ Ընդհանրապես մենք ասում ենք հեզ հարզ։ Այն որ քողը գցած է։ Հետո որ քողը հանեց, որ ասում եմ, էդի քողով էր տենց։ Հեզությունը։ Ես երեք կարևոր բան ասեմ, որ իրար հետ միասին են գործում, կապված են իրար հետ, առանց մեկը մյուսի չի կարա լինի։ Հնազանդություն, խոնարհություն, հեզություն։ Գիտեք, հեզությունը դա խոնար սրտի վարվելաձև է։ Ուրեմն հեզությունը դա վարք է, որ պետքա լինի, որտեվ հեզությունով ասма ձեր վարքով, չէ՞, հեզության մասին է խոսում, վարքը։ Ուրեմն իսկ ով է հեզը, ով որ խոնար սիրտ ունի։ Իսկ ինչպես է խոնար սիրտը լինում հնազանդվելով։ Պատկերացնում եք այդ երեք կարևոր այդ երեք գործոնը, որ իրար հետ միասին է գործում։ Դա հնազանդությունն է, դա խոնարհությունն է եւ դա հեզությունն է։ Եթե չլինի այն ներսի վիճակը,
Հեզը չի լինի։ Հեզը արդեն կլինի կեղծ։ Նայեք Հակոբոս առաքյալը ինչ է ասում։ 3-րդ գլուխ 17-րդ խոսք։ Բայց վերին իմաստությունը, իսկ կանայք որ կիններ շինում տունը, վերին իմաստությունը, չէ, երկրային իմաստությունը չգիտեմ ինչքան կշինի, մինչև ուր կհասցնի, բայց վերինը մինչև տեղ հասցնում է։ Իսկ վերին իմաստությունը, ասեմ, տղամարդկանց էլ է այդ իմաստությունը, ամեն մարդու է պետք է դա, վերին իմաստությունը պետք է, որովհետև առանց իմաստության տղամարդը ուր է տանում այդ ընտանիքը։ Վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է 1, հետո խաղարարար 2, հեզ, հլու, ողորմությունով ու բարի պտուղներով լիքը, անկողնասեր, անկեղծ։ Պատկերացնեք վերին իմաստությունը ինչպես է։ Հիմա իմաստուն մարդ ունի նման վարք, տեսանելի վարքագիծ, հեզ, հլու, այդ ամենը վարքագիծ է, այդ ամենը տեսանելի է, բայց իմաստությունը տեսանելի չի։ Հիմա ինչից է երևում հիմար եւ իմաստուն մարդկանց տարբերությունը։ Տեսանելի բաներից, իսկ այդ տեսանելին կողնորոշիչ է, այսպես ասեմ, հա։ Հիմա հեզը, հլուն, խաղարարը, կռիվ գցող եւ խաղարար հականիշներ են, չէ՞։ Ամեն ինչից մի բան է որ ասում, այ մարդ էս ինչ է, բան է, մի բառ աս, ես խի աս, ես բառը, սարքվես, կռիվ, պատերազմ։ Իսկ խաղարարար մարդը սխալ բառեր ասվի, կպտտի խաղաղության կտանի։ Շատ ընտանիքներ դրա կարիք ունեն շատ խաղարար լինող մարդկանց։ Ոչ միայն ընտանիքներ, երկիր, թաղամաս, պետություն, քաղաք, խաղաղության կարիք ունեցող այսօր ամեն տեղ կա, խաղարարար մարդը կարևոր մի մարդ է, որը ընտանիքից է սկսվում։ Եկեղեցին, պատկերացնում եք եկեղեցում միշտ կռիվ, չլինի խաղարար, խաղարարություն չլինի։ Խոսքը ասում խաղաղությունը պահեք ամենի հետ։ Հեզ, հլու, հնազանդ։ Ուրեմն դա է վերին իմաստության բնութագիրը։ Երբ որ այս ամենը տեսնում ես, դու ասում ես այս մարդը իմաստուն մարդ է։ Եթե չես տեսնում, ասում ես հիմար մարդ է, լտես ինչ առնելու հետո։ Որտեղ հիմարությունն էլ իր տրամաբանական գործողությունն ունի, իմաստությունն էլ իր տրամաբանական գործողությունն ունի։ Իմաստությունը ինչ անում շինում է, իսկ հիմարը ինչեր անում քանդում է։ Կապ չունի որտեղ։ Տղամարդը լինի հիմար քայլերով իր բիզնես կարա քանդի, հարաբերություն, ընկերություն ու եւ այլ, տղամարդն իր ոլորտների մեջ։ Ամեն։ Նրա համար ամեն մեկից պետք է իմաստություն։ Իսկ տան շինության համար կանայք իմաստություն, որը որ հեզա, վերին իմաստությունը, հլույա, խաղարարարը, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը, անկողնասեր, անկեղծ։ Ուրեմն ողորմությունով բառնել կա, էլի։ Եթե դու ողորմած չես, ներող չես, դա իմաստության պակաս է։ Պետրոս առաքյալը առաջի թղթում, առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5-6-րդ խոսքը։ Այստեղ Պետրոս ասում է, այնպես էլ դուք երիտասարդներ հնազանդեք ծերերին։ Հնազանդությունը, այսինքն ընտանիքի մեջ, եթե Եփեսացի թղթում նայենք, ասում է սկզբից ամուսիններին, ասում է իրար հնազանդ եղեք Աստծո ահով։ Հետո կնոջ ասում է հնազանդվիր, տղամարդուն ասում է սիրիր։ Հնազանդվիր ասում է ինչպես Տիրոջը, տղամարդուն էլ ասում է սիրիր ինչպես Տիրոջն է սիրում։ Եվ ինչպես սիրես Տերը, իր կյանքը տալով։ Եվ այլն, բայց այստեղ նայեք երիտասարդներին էլ է ասում հնազանդվել մեծերին, ծերերին։ Ու այսօր մենք տեսնում ենք երեխաները պետք է հնազանդվեն ծնողներին, պատիվ տան իրանց ծնողներին։ Հետո
Ամենը, հետո ասում է ամենը։ Արդեն բոլորին է ասում։ Չէ՞, ոչ միայն երիտասարդներ, արդեն ծերեր, բոլոր տարիքի մարդկանց ասում է, ամենը իրար հնազանդվելով, ուրեմն խոնարհությունը հագեք։ Ուրեմն խոնարհությունը հագնելու համար ի՞նչ է պետք։ Հնազանդություն։ Անհնազանդը չի կարա խոնարհ լինի։ Խոնարհը չի կարա, իսկ խոնարհը հեզ վարքագիծ ունի։ Ուրեմն նորից ասեմ, հեզությունը խոնարհ սրտի վարքագիծը։ Իսկ չի կարա խոնարհ լինի սիրտը առանց հնազանդության, որտեվ հագեք խոնարհությունը, հագնել գիտեք ինչ է։ Գործողություն անել, ջանք թափել։ Ամեն առավոտ, երբ որ մարդը զարթնում է, ինքը պետք է շորերը հագնի։ Չի ասում շորեր ինձ հագեք։ Տեր, խոնարհացրու ինձ հագի։ Տերը չի խոնարհացնի, եթե դու չխոնարհվես։ Խոնարհությունն ու հնազանդությունը դա մարդու որոշում է։ Սաղմոս 51-ը նայեք Աստծո աչքերը ինչն է հավանում։ Իսկ ես մտածում եմ իմաստուն մարդիկ ավելի ուզում են Աստծո աչքերը տեսնի, չէ, ու հավանի։ Սաղմոս 51:17 ասում է Աստծուն ընդունելի պատարագները, պատարագ գիտեք ինչ է։ Զոհ, ծառայություն։ Ինչպիսի ծառայություն, ինչպիսի զոհ է ընդունում։ Ընդհանրապես ընտանիքում ծառայություն կա։ Իրար են ծառայում։ Բոլորը բոլորին։ Եկեղեցում ծառայություն կա, որտեղ սա էլ հոգևոր ընտանիքն է, բոլորը իրար ծառայում են։ Բայց այստեղ ասում է, որն է ընդունված Աստծո մոտ այդ ծառայությունը։ Լինի ընտանիքում, եկեղեցում, թե անգամ հասարակության մեջ։ Ինչպիսի պատարագն է, ինչպիսի ծառայություն, ինչպիսի զոհն է Տիրոջը ընդունելի։ Նայեք ինչ ասում։ Կոտրած հոգին է, կոտրած ու փշրված սիրտը դու չես անարգում ով Աստված։ Հոժար սիրտը, ուղիղ սիրտը այս է։ Ծառայող սիրտ, ինչպես Աստված իրան կոտրեց։ Սա հնազանդ ու խոնարհ սիրտն է։ Իսկ մարդը եթե չի կոտրվում, այդ ծառայությունը ընտանիքի մեջ էլ միևնույնն է։ Դա կդառնա ձև եւ ոչ մի բան չի բերի փոփոխություն, թե ընտանիքի մեջ, թե որտեղ է լինես, աշխատանքի վայրում է լինես։ Բայց եթե ուզում ես քո շուրջը բաներ փոխվի, ազդեցությունը անպայման գալիս է։ Փոխված վարքագիծ, փոխված սրտից։ Որովհետև այդտեղ արդեն Տերը գործում է։ Որովհետև այդ ժամանակ դու թույլ ես տալի, որ Աստված խոսի քո փոխարեն։ Որովհետև այդ ժամանակ դու թույլ ես տալի, որ Տերը գործի քո փոխարեն։ Այդ ժամանակա, որ Սուրբ Հոգին ասում է իմ սրտի ուզածն արեց, ես հաստատելու եմ սա։ Որտեվ այն ինչ որ Տիրոջ սրտի ուզածն է, Տերն է հաստատում։ Իսկ Տերը սրտեր քննող է։ Այդ դա է նշանակում օծություն։ Այդ դա է նշանակում իմաստություն, որը որ տան մեջ կնոջ վրա այդ օծությունն է շինելու։ Տունը շինելու։ Թե ծառայության մեջ, թե աշխատանքի վայրում, թե ամեն տեղ հասարակության մեջ Տերը օծել է մեզ, բայց այդ օծությունը խոնարհ, հնազանդ սրտի հեզության վարքագծով է դա լինում։ Օծությունը գործում է միայն այդպես։ Մնացածը չգիտեմ, պարգև կարա լինի գործի։ Բայց Տերը, ասում է, շատերը կասեն Տեր, այն օրը սա արինք, չեմ ճանաչում, ճանաչող մարդը, այդ ներսի վիճակը Աստծուց սովորում է։ Որտեվ Հիսուսն ասում է, ինձանից սովորեցեք, որովհետև ես սրտով ինչ եմ, հեզ եմ եւ այո։ Այդ դա է բերում։ Դա է զարդը քրիստոնեության։ Մենք շատ անգամ մտածում ենք քրիստոնեության զարդը որն է։ Քրիստոնեության զարդը սա է։ Հեզություն, խոնարհություն, հնազանդություն։ Առանց դրա զարդ չկա։ Զարդարեցեք ձեր անձերը։ Ամեն մի քրիստոնյա, լինի տղամարդ, թե կին, նա պետք է զարդարանք ունենա ներսի, Քրիստոսին նման լինելը,
որովհետև Քրիստոսը սրտով հեզ է եւ խոնար։ Հիմա աղոթենք այն խոսքը, որ այսօր լսեցիր, որ այդ խոսքը իր պտուղը տա քո կյանքի մեջ։ Հալելույա մեր Աստված։ Տեր, մենք շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Տեր այն խոսքի համար, որ այսօր դու տվեցիր մեզ։ Մենք փառավորում եւ մեծարում ենք քեզ Հիսուս։ Եվ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Եվ խնդրում եմ, որ այդ խոսքը իր պտուղը տա ամեն մի լսողի կյանքի մեջ, որ այդ խոսքը իր զորությամբ գործի ամեն մեկի կյանքում ու մարմին դառնա Տեր։ Մեր Տեր Հիսուսի զորավոր անունից։ Շնորհակալ ենք։ Փառք Աստծուն։ Հիմա կխնդրեմ նստեք։ Ռուզան ջան, ով էր, որ պետքա։ Սիրելիներս, մեր հովը մեզ շնորհավորեց, բայց մենք եկեղեցով ուզում ենք շնորհավորել մեր հով Վարմինեի մարտի 8-ը, մեկ ամսյակը։ Սիրելի հով Վարմինե ջան, Տերը իր աշխարհի շնորհավորանքները ուրիշ են, մերը ուրիշ է։ Տերը յուրահատուկ օծել է, օժտել է քեզ ամեն շնորհքով։ Տերը չի խնայել քեզ ստեղծել ոչ մի բան։ Ու ես ուզում եմ խոսք Աստվածաշնչից, որ իմ սրտում շատ հստակ կպած է, մենք աշխարհի նման չենք շնորհավորում, մարդուն չենք մեծարում, մենք մեծարում ենք Աստծո տված պարգևը, որ դա դու ես, հով Արմենե ջան, Տերը մի խոսք ունի ինձ համար շատ հարազատ, որ ասում է սուտա վայելչությունը ու նայն գեղեցկությունը, այն կինը, որ Տիրոջ մեկ գովի, նայա Տիրոջ առաջ, ընդունելին, սիրելին, գեղեցիկը, դու ունես ամեն բան։ Շնորհակալ ենք Աստծուց այն ամենի համար, այն պարգևի համար, որ դու ես ու դու Տերը տվել ա մեզ, օրհնված եղի, ամբողջ կյանքիդ ընթացքում զորացի Տերով ու նրա ամենակարող զորությունով, Տիրոջ փառքը, պաշտպանությունը ամեն ժամանակ ու իր շնորհքը միշտ թող քո վրա լինի։ Շնորհավորում ենք, ողջ եկեղեցով, սիրելի հով Արմենե ջան։
Ա